Զրահավորված հետյալները սլացել են Բրյուսելի պատմական Սաբլոն հրապարակով ամենամյա Օմեգանգ փառատոնի շրջանակում։ Սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված միջոցառում է, որը նվիրված է Բելգիայի միջնադարյան ժառանգությանը։ Նիզակամարտի ցուցադրական ելույթներին մասնակցել են պատմական վերակերտողներ, որոնք կրելով ժամանակաշրջանին համապատասխանող իրական զրահներ, նիզակներով սլացել են միմյանց ընդառաջ, վերարտադրելով 16-րդ դարի մրցաշարերը։ Միջնադարյան տարազների 38-ամյա դիզայներ Ժյուլի Կոդինան պատմել է, թե որքան ոգևորված կարող են լինել այս մարզաձևի մասնակիցները։ Այն պահը, երբ իջեցնում ենք մեր նիզակները, միաժամանակ շարժվում առաջ եւ տեսնում, թե ինչպես է մեր նիզակը կոտրվում մրցակցի վահանին, լի է ադրենալինով։ Մենք սինխրոն ենք գործում, եւ դա իսկական հաճույք է, պարզապես հիանալի է։ Փառատոնին մասնակցել է 1200 պատմական վերակերտող։ Նրանք Սաբլոն թաղամասից մինչև Գրան Պլաս շքերթով անցել են Բրյուսելի պատմական կենտրոնով։ Մասնակիցների թվում կան թե երեխաներ, թե միջոցառման երկարամյա անդամներ, իսկ շատ ընտանիքներ ներգրաված են սերնդեսերունդ։ Օմեգանգը 2019 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Կազմակերպիչների խոսքով փառատոնը շարունակում է զարգանալ, միաժամանակ պահպանելով իր պատմական բնույթը եւ համադրելով հանդիսավոր արարողությունները, ձիավարության արվեստն ու համայնքային մասնակցությունը, դառնալով Բրյուսելի ամառային ամենանշանավոր միջոցառումներից մեկը։ Տարիքը խոչընդոտ չի դարձել 2026 թվականի կանանց շալակելու աշխարհի առաջնությունում, որն անցկացվել է Ֆինլանդիայի կենտրոնական մասում գտնվող Սոնկայարվիում։ 61-ամյա Տայստո Միետիենը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ամենամյա մրցաշարին մասնակցել են 12 երկրի ներկայացուցիչներ։ Հիմնական մրցավազքում մեկնարկել է 60 զույգ, իսկ թիմային մրցապայքարում մասնակցել է 6 թիմ։ Միետիենը, որը նախորդ ձմռանը ենթարկվել էր մեջքի վիրահատության, զուգընկերուհի Կատյա Կովանենի հետ առաջինը հատել է եզրագիծը, նվաճելով աշխարհի չեմպիոնի իր 9-րդ տիտղոսը։ Ձմռանը բազմաթիվ խնդիրներ ունեցա, ինձ մեջքի վիրահատություն արեցին։ Գրեթե 3 ամիս ընդհանրապես ոչինչ չէի կարողանում անել։ Հետո նորից սկսեցի զբաղվել կանանց շալակելու մարզաձևով։ Առաջին անգամ 1996 թվականին անցկացված առաջնությունն այս տարի կազմակերպվել է 29-րդ անգամ։ Երկու մրցաշրջան չեղարկվել էր Քովիդի համավարակի պատճառով։ Մրցաշարի մասնակիցները շատ տարբեր են։ Նրանց թվում կա նաև անվասայլակ օգտագործող մի կին, որին ամբողջ երթուղու ընթացքում շալակել են։ Նաև մի կին, որը կրել է իր 135 կիլոգրամ քաշ ունեցող տղամարդ զուգընկերոջը։ Խորվաթիայի Լոպար բնակավայրի Ռայսկալողափում անցկացված ավազաքանդակների 15-րդ փառատոնի շրջանակում արվեստագետները ստեղծել են մինչև 15 մետր երկարությամբ հսկայական ավազաքանդակներ։ Փառատոնում ներկայացված են եղել խոշոր քանդակներ, այդ թվում հսկա կաղամար, միջերկրածովյան փոք, կրիա, լողափնյա խաղալիքներ, որոնցից յուրաքանչյուրի քաշը մոտ 20 տոննա է։ Անօդաչու թռչող սարքով նկարահանված կադրերը ցույց են տվել քանդակների տպավորիչ չափսերը։ Այդ ընթացքում արվեստագետներն աշխատել են դրանց ձևավորման եւ պահպանման վրա։ Փառատոնի ղեկավար Պաուլա Բանիչ Վուդրագի խոսքով այս տարվա թեման ավազե պատմություններն է եւ յուրաքանչյուր քանդակ պատմում է իր սեփական ավազե պատմությունը։ 15 մետր երկարությամբ նման քանդակ ստեղծելու համար պահանջվում է 4 օր շարունակ տևող ծանր աշխատանք։ Քանդակագործ Ելենա Ազինովիչն աշխատել է 8-ից 10 մետր երկարությամբ միջերկրածովյան փոկի քանդակի վրա։ Նրա համար ավազը նոր նյութ է եղել, որով աշխատել է, ուստի ցանկացել է անպայման փորձել։ Լոպարում անցկացվող ավազաքանդակների ամենամյա փառատոնը կազմակերպվել է 15-րդ անգամ։ Այն նպատակ ունի խթանելու քաղաքի եւ Ռաբ կղզու զբոսաշրջային գրավչությունը, շնորհիվ այնտեղ գտնվող 22 ավազոտ լողափի, որոնք հազվադեպ են Խորվաթիայի ժայռոտ Ադրիատիկ ծովափին։ Դանիայի ճանապարհային անվտանգության խորհուրդը Կոպենհագեն այցելող զբոսաշրջիկներին հեծանվավարության ավելի անվտանգ կանոններ սովորեցնելու արշավ է իրականացնում, նպատակ ունենալով նվազեցնել դժբախտ պատահարները, բարձրացնել անվտանգության մակարդակը եւ կանխել տեղացիների ու զբոսաշրջիկների միջև հնարավոր թյուրըմբռնումները։ Արշավն առաջին անգամ մեկնարկել էր անցած տարի եւ այս ամռանը վերսկսվել է։ Սոցիալական ցանցերում հրապարակումների միջոցով օտարերկրյա այցելուներին ներկայացվում են Դանիայում
հեծանվավարության կանոններն ու վարքականոնը, այդ թվում շրջադարձ կատարելիս ձեռքով ազդանշան տալը, հեծանվային ուղու աջ կողմով երթևեկելը եւ վարելիս բջջային հեռախոս չօգտագործելը։ Արշավի մասնակիցները նաեւ բացիկներ են բաժանել, ներկայացնելով այդ կանոնները, ինչպես նաեւ զրուցել են այցելուների հետ, երբ նրանք քաղաքում բարձակալել են հեծանիվներ։ Կոպենհագենը հայտնի է իր զարգացած հեծանվային մշակույթով։ Արշավի ղեկավար Մաթիաս Ֆրեդերիկսենի խոսքով, ամռանը, երբ նույն հեծանվային ուղիներից օգտվում են թե տեղացիները, թե զբոսաշրջիկները, իրավիճակը կարող է որոշ չափով քաոսային լինել։ Կոպենհագենում հեծանիվ վարելը կարող է շատ խաղաղ եւ հաճելի թվալ եւ դա քաղաքում տեղաշարժվելու հիանալի միջոց է։ Սակայն իրականում այն հաճախ ավելի բարդ է, քան շատերը պատկերացնում են, հատկապես եթե չափահաս տարիքում նախկինում հեծանիվ չեն վարել։ Արշավի շրջանակում ամռան ընթացքում նաեւ նախատեսվում է տեղադրել տեղեկատվական վահանակներ, որոնք այցելուներին կծանոթացնեն հեծանվավարության կանոններին եւ վարքականոնին։ Pokemon Go խաղն իր 10-ամյակը նշել է Նյու Յորքի Times Square-ում անցկացված լայնածավալ միջոցառմամբ, որն անչափ հուզել է բազմաթիվ երկրպագուների։ Սկզբում մտածեցի, որ սա պարզապես շատ հետաքրքիր միջոցառում է։ Ամեն ինչ շատ տպավորիչ էր եւ այն հիանալի էր կազմակերպված, բայց մարտերի ընթացքում, երբ էկրաններին ցուցադրվեցին մեր իրական պոկեմոնները, ես պարզապես սկսեցի լաց լինել։ Pokemon Go-ի խաղերի մշակման գծով փոխնախագահ Քիմ Ադամսի խոսքով, ընկերությունն իրականացնում է այն խոստումը, որը տվել էր խաղի մեկնարկի ժամանակ 10 տարի առաջ։ Միջոցառման մասնակիցները մեծ ոգևորությամբ եւ զարմանքով են արձագանքել, երբ կարողացել են հաղթել Mewtwo տեսակի Պոկեմոնին։ Կազմակերպիչների տվյալով գրեթե 2000 մարդ միաժամանակ մասնակցել է խաղին, ձևավորելով պատմության մեջ ամենախոշոր առկա ձևաչափով անցկացված Պոկեմոնի մարտերից մեկը։ Ադամսի խոսքով, օգտատերերի մեծ մասը խաղում է օրական մոտ 45 րոպե, իսկ վիրտուալ շփումները նպաստել են իրական կյանքում նոր կապերի ձևավորմանը։ Լոնդոնում ներկայացվել է Միքելանջելոյի Սիքստինյան կապելայի հանրահայտ որմնանկարներին նվիրված նոր եռաչափ ինտերակտիվ ցուցադրությունը։ Frameless կոչվող ինտերակտիվ արվեստի նախագծի հեղինակած վերաիմաստավորված Սիքստինյան կապելան խորագրով ցուցադրությունը ներկայացնում է քանդակագործի ամենահայտնի որմնանկարներից մի քանիսի նոր մեկնաբանությունները, այդ թվում Ադամի արարումը, լույսի բաժանումը խավարից, Աստված բաժանում է ցամաքը ծովից եւ Աստված ստեղծում է արևը, լուսինը եւ բուսականությունը։ Frameless-ի ստեղծագործական տնօրեն Ռայան Վուդի Աթվուդի խոսքով, այն ինչ փորձում են անել այստեղ, արվեստի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է եւ այն մարդկանց ներգրավել է, որոնք գուցե այնքան էլ չեն սիրում արվեստը, որպեսզի նրանք գան, վայելեն այն եւ հետագայում գուցե նաեւ տեսնեն բնօրինակը։ Արվեստաբան եւ գրող Ռութ Միլինգթոնը պատասխանելով այն հարցին, թե ցուցադրության որ հատվածն է ամենից շատ ցանկանում, որ հանրությունը տեսնի, նշել է Ադամի արարումը։ Բոլորը ճանաչում են այդ ստեղծագործությունը, սակայն կարծում եմ, որ այստեղ այն իսկապես կենդանանում է եւ ցույց է տալիս, որ Միքելանջելոն քանդակագործ էր։ Պատկերները կարելի է ասել նա քանդակել է իր վրձնով, դրանք երկչափից վերածելով եռաչափի, իսկ անիմացիայի շնորհիվ դրանք բառացիորեն կենդանանում են։ Վերաիմաստավորված Սիքստինյան կապելան ցուցադրությունը հանրության համար արդեն բաց է։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։